Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մեծ բահոց յուրաքանչյուր գիրագին անունով մը գջանցվի։ Այսօր երրորդ գիրագինը լալով գոչվի անարագի գիրագի։ Եվ այս անունը առնված է Ղուգասու Ավիդարանի 15-րդ գլխու մեջ Տեր Հիսուս Քրիստոսի բատմած անարակ որդիի թարցի բատմության անունեն։ Այսօր սիրելիներ, մեր հայացքները պետք է Աստծո ուղենք այլևս։ Ամենք սա գիտենք, որ մեղավոր ենք։ Չկա մեկը, որ անմեղ է։ Եվ ովև մեկը մյուսինը չփախտադեինք զինք ասելու համար, որ ես ավելի անմեղ եմ, ինք ավելի մեղավոր է։ Այդ ժամանակ կդառնանք փարիսեցի, այսինքն գեղձավոր։ Ընդհակառակը սիրելներ, այսօր բահն է, որ յուրաքանչյուրս անարակ որդիին օրինագով անդրադառնանք մեր մեղավոր լալուն, զղջանք մեր ըրածներուն համար, ընդունենք, որ մենք սխալ ըրած ենք, մեծ մեղք գործած ենք Աստուծո թեմ եւ որոշում առնենք ետ դառնալ Աստուծո։ Ահա սիրելներ, անարակ որդիի արագը ամբողջ մարդկության եւ յուրաքանչյուրիս թարցի բացությունն է, խորհուրդն է, որ իր մեջ գներարե գամփոփե։ Երեք արագներ պիտի լսեք եկեղեցվո մեջ այսօր։ Գործված ոչխարին արագը, գործված տրամին արագը եւ անարակ որդիին թարցը։ Սիրելներ, առաջին երկու արագներու մեջ նախ ցույց կդրվի, թե ինչպես Տեր Հիսուս Քրիստոս երկինքեն երգիր խոնարեցավ, որբեսի գործված ոչխարը գտնե ու զայն դուն վերադարձնե։ Երկրորդ արագի մեջ կպատմվի, թե ինչպես Սուրբ Հոգին ինք գործված տրամը, որ գործված էր, կդավ։ Այսինքն սիրելներ, մենք որ Աստուծո բատկերը ունենք մեր մեջ եւ մեղքին պատճառով գործընծուցած էինք Աստուծո բատկերն ու նմանությունը, այսինքն մեր արդարությունը, սրբությունը եւ ամեն տեսակ առաքինություն, որ Աստված մեզի տված էր, ահա դերը ետ կբերե մեզի, իր որդին արյունով ետ կվերադարձնե։ Սակայն կմնա մեկ բան, որ մենք վերադառնանք Տիրոջ։ Վերադառնանք Տիրոջ, սիրելի քույրեր եղբայրներ։ Մեր հոգիով խոնարհենք Տիրոջ դիմաց, մեր անձը խոնարեցնենք, ձունգի կանք իր դիմաց եւ ասենք անարակ որդիին պես. Մեղանչեցի, ով Աստված, քո արջևդ, երկնքին արջև, ները ինձ իմ մեղքերս, ները ինձ իմ մեղքերս։ Եվ սիրելներ, այդ ժամանակ դերը մեզ ոչ թե որպես ծառա պիտի ընդունի, այլ որդիության բադիվին պիտի բարձրացնե։ Դարձյալ մեր մադին պիտի անցնե իշխանության, որդիության մադանին, մեր ոտքերուն պիտի հագցնե գոշիկները արդարության քայլեր ունենալու համար։ Մեզի պիտի հագցնե բատմուջանը, երանության բատմուջանը եւ արդեն բարարդ հորթը, այսինքն քարնուկ Հիսուս Քրիստոս մեզի համար զոհված է, իր արյունով սիրելիներ, դերը մաքրած է մեզ, կփավի որ իրեն դառնանք եւ դերը պիտի ընդունի մեզ որպես զավակ։ Այս մեծ բահոց գիրագի օրերուն ցեզի սիրելներ, ինչպես արդեն անցնող շաբաթը սկսա, պիտի երգեմ միջինքեն ետք երեգոյան խաղաղական ժամերկութենեն ետք երկվող ըստեղիներ։ Ըստեղի կնշանակե ջուղ։ Ասոնք սիրելներ, այս երգերը սքանչելի երգեր են, որոնք ազատ թրիչքներ են, ազատ եղանակներ են, բայց նաև սիրելներ սքանչելի ապրումներ են։ Անցող շաբաթ ցեսի երկեցի երկու շաբթի օրվան
ըստեղին։ Այսօր պիտի երկեմ ցեզի 3 շաբթի օրվան ըստեղին, որ նվիրված է Սուրբ Հովանես Մկրտիչին եւ իրականության մեջ Սուրբ Հովանես Մկրտիչի ծննդյան օրվան շարականներու ողորմյա թացա եղանակ շարականն է։ Այս ալ գուզեմ որ իմանաք բոլորդ, որ 2 շաբթի օրը նվիրված է միշտ հրեշտակներուն, 3 շաբթի օրը Հովանես Մկրտիչին, 4 շաբթի օրը Աստվածամոր, 5 շաբթի օրը Արաքյալներուն, ուրբաթ օրը Սուրբ Խաչին։ Եվ շաբաթ օրը սիրելներ Սուրբերու նվիրված է, իսկ գիրագի դերունի օր է, դիրոջ նվիրված օր է։ Այսօրվան շարականը 3 դուները կփաղկանա, թեև ծանր եղանակ է, բայց չափավոր, միջին չափավոր ցևով երկվի, քրած է դարձյալ Սուրբ Ներսես Շնորհալի Լուսամիտ Հայրաբեդը։ Թարգմանությունը կգարտամ սիրելներ ցեզի եւ ապա երկեմ երկը, որբեսի նախ հոգևոր այդ ճաշակ ունենաք, թե մեր շարականները որքան հարուստ են եւ սքանչելի, եւ բոլոր անոնք, որոնք եկեղեցվո մեջ կծառայեն, թբիր են, սարգվակ են, կամ գրոնավոր եղբայրներ են, կամ գիրակտորիայի ուսուցիչներ են, կամ երաշտյան անթեփ սերունին եւ գուզեն այս ստեղիները սորվին եւ եկեղեցվո մեջ սքանչելի գերբով երկեն դերը փարապանելով։ Ուրեմն բարերը հետեւյալն են. երկնավոր փեսա, խոսքը Քրիստոսի գուղ է, անըստվեր, այսի մեջը ըստվեր չկա, շուկ չկա, իմանալի լույս, որ երկինքեն իջար քու հարսիտ եկեղեցին սիրուն, Քրիստոսի եկեղեցին Քրիստոսի հարսն է, որ քեզի նշանեց քու բարեկամդ եւ փեսավերը Հովանես, փեսավերը սիրելներ այն անձն է, որ փեսային ամենամոդիկ բարեկամն է, հետևաբար Հովանեսն է, որ Քրիստոսը եկեղեցին հետ նշանեց, որովհետև ասել գուզե ջամփա պատրաստեց քու դիմացդ, որբեսի մարդիկ քեզ ընդունին։ Անոր աղոթքով Սուրբ Հովանես Մկրտիչի աղոթքով ողորմե մեզի։ Երկրորդ դունը քարագերբ սերովպեներուն, այսին 4 գերբ ունեցող, 4 թիմակից ունեցող սերովպեներուն, հրեշտակներուն, ինչ թիմակից ունին հրեշտակները, արյուծի, արձիվի, եզի եւ մարդու։ Ուրեմն քարագերբ սերովպեներուն իսկ անհասանելի եւ անդեսանելի, թուն սուրբերուն սուրբը եւ դերը բոլորին, խոնարեցար եւ հորտանան եկար, քու ծարայետ խնդրելով, որ ճուրով լվակես, որբեսի աթամի մեղքը մաքրես, անոր աղոթքով ողորմե մեզի։ Երրորդ դունը ամուլ Եղիսապետի որդիին գողմե, Եղիսապետ Հովանես Մկրտիչի մայրն էր, ամուլ էր, զավակ չէր գնար ծնանել, բայց Տիրոջ հրամանով, Տիրոջ հրաշքով ծնավ, ուրեմն ամուլ Եղիսապետի որդիին գողմե վգայվեցար իբրև Աստուծո քարնուգը, որովհետև Հովանես Մկրտիչն էր, որ սավ Հիսուսի համար, ահավասիկ Աստուծո քարնուգը, որ աշխարհ եկավ մարդոց մեղքը վերցնելու։ Հովանո ավետարանի մեջ կրնակ կարդալ, առաջին գլուխ 29-րդ համարի մեջ։ Ուրեմն վգայվեցար իբրև Աստուծո քարնուգը, որ աշխարհի մեղքը կվերցնե, եւ զայն հայդարարեցիր գիներեն ծնածներու մեջ մեծակույնը։ Հիսուս սավ Հովանես Մկրտիչը գիներու մեջ են ծնածները մեծակույնն է, եւ օրենքին ջրակը, որ մերելներու աշխարհի մեջ եւս կարոզեց քու փրկական կալուստդ, որովհետեւ ըստ ավանդության Հովանես Մկրտիչ երբ մահացավ քնած դժոխք, որովհետեւ Հիսուսեն առաջ բոլոր մարդոց նույնիսկ արտարներու հոգիներ դժոխք կդաներ սատանան, այնտեղ Հովանես Մկրտիչ ավետեց, ինչպես երկրի վրա հոնալ ավետեց, որ շուտով դերը պիտի գա եւ մեզ ազատե։ Անոր աղոթքովը ողորմե մեզի։ Ամեն։ Այժմ սիրելներ երկեմ ցեզի այս սքանչելի շարականը։ Ողորմյա թացա եղանակով։ Երկնավոր փեսա անստվելույսի մանալի, որի հերգնից իջեր իսեր հարսին քո
Զոր խոսեցավ քեզ Փարեգամ եփես ավերն քով հանես Սորին մաղթանոք ողորմյա Քարագերբից անհաս և անդեսի սերոպեից սրբության սուրբ և դեր փոլորից խոնար հեծար իհոր տանան հայցելով իձարա են մակրություն չրոյիլվանալս մերս աթամա Սորին մաղթանոք ողորմյա որ համլորդ վույն վգայեցար կարնաստուձո փարցող մեղած զորքերակույն արդարոց ձանուցեր մեծից նունթս գանանց և ջրակորինած որ և իտժոս ասպրգագան քալուստն քո քարոզյաց Սորին մաղթանոք ողորմյա Սուփովանես Մգրդիչ Փարեխոսը լա մեր բոլորին սիրելներ եւ ինչպես որ ինք ջամփան հարթեց դիրոջ որբեսի մարդիկ դիրոջ դառնան այսօր ալ սիրելներ ջամփան հարթ է մեր հայրենիքի մեջ որբեսի մարդիկ յետ վերադառնան դիրոջ ճշմարիտ հավատքով ու սրբությամբ եւ մենք ալ սիրելներ անարագի նման ընդունենք մեր մեղքերը անդրադառնանք զղջանք ու դիրոջ դառնանք ապաշխարությամբ ու արցունքով խոստովանությամբ եւ երկրպագությամբ եւ պիտի լսենք սիրելներ դիրոջ քաղցր ցայնը որ մեզ սիրով պիտի ընդունի պիտի սկանք իր հայրական ցերկերուն փաթուկները եւ մեզ որդիության բադիվին իր փարշացնելը Աստված ցեզ արադաբեստողորտնե Փարի եւ օրտնյալ գիրագի ծեր բոլորին